Սիրելի եկեղեցի ողջունիչ ու կողքիդ կանգնածին միշտ կնստես, օրհնված եք բարաբարությունով, Աստված ձեզ շատ օրհնի եւ նույնպես ողջունում ենք մեզ հետևողներին ինտերնետով, թող Աստված ձեզ շատ օրհնի, փառք Աստծուն, փառք մեր Տիրոջը, երկար սպասված Փառք Աստծուն այսօրվա համար մենք հաղթող ենք, հաղթել ենք, ճիշտ ենք հաղթել խնդիրները, որ հասնենք տեղ։ Եվ թող Տիրոջ ողորմությունը գա այն մարդկանց, երբ որ ովքեր որ չեն հասցրել այսօր գան, ինչ-որ խնդիրներով, միշտ պիտի ճեղքենք, հասնենք, որտեղ կա դժվարություններ, կա խնդիրներ, կա հոգևոր պատերազմ, բայց այսօր մենք հաղթել ենք ու Տիրոջ տան մեջ ենք։ Ինչպես ես սիրում եմ ասել, կարևորը մենք կարևորը, փառք Աստծուն, թող մեր Ինչպես խոսքի մեջ գրված ասում է կայսրինը կայսրին, բայց Աստծունը պիտի Աստծուն տանք, մեր թանկ ժամանակից։ Փառք Աստծուն, այսօր մենք տոնում ենք Պենտեկոստեն, այսօր մեր մոտ տոն է, իրոք այսօր տոն է մեր մոտ, որտեղ իրոք մեր Տեր Հիսուս Քրիստոս ասավ, ես կգնամ եւ ձեզ կուղարկեմ իմ Սուրբ Հոգին։ Գիտես, 50-րդ օրը մենք գիտենք, որ Սուրբ Հոգին եկավ եւ բոլորը մկրտվեցին։ Շատերս մենք գիտենք 50-ական չէ, լսել ենք եւ բոլոր ավետարանական եկեղեցիները ասեն, որ մենք կոչվում ենք, մեզ ճանաչում են 50-ական պիտիդիսյատնիչի ցերկը։ Ինչի համար 50-ական, ճիշտ է, մենք խարիզմատ ենք, բայց գիտես, բոլոր ավետարանական եկեղեցիները նորից եմ ասում, կոչվում են իրանք 50-ական եկեղեցի, պիտիդիսյատնիչի։ Գիտես, մենք ինչով ենք տարբերում, որ մենք մկրտվում ենք Սուրբ Հոգով։ Մենք խոսում ենք լեզուները, չէ, այսօր կխոսեմ սրա մասին, որ մենք դա շատ ժամանակ մարդիկ ասում են, որ մկրտված ենք, Սուրբ Հոգով մկրտվել ենք, բայց այդ նշանը չկա, ու գիտես այդ նշանը սա է, որ եթե մկրտվել ես, Սուրբ Հոգու լեզուներով խոսես, շատ մարդիկ կան, որ ասում են, չեն հասկանում, չեն էլ մկրտվում, բայց այսօր փառք Աստծո, այսօր մենք, ինչպես խոսքի մեջ գրված է, ասում է, որ իմ հոգիս կթափեմ, չէ, փառք Աստծուն այդ խոսքի համար, մի քիչ ուշ սրա մասին կխոսեմ։ Գիտեք, եկեք Աստվածաշնչից կարդամ տեղեր, որ ես վերցրել եմ Գործք առաքելոց 2-րդ գլուխ 41-րդ խոսքից։ Եվ նրանք, որ նրա խոսքը հոժարությամբ ընդունեցին, մկրտվեցին եւ այն օրը 3000-ի չափով հոգով ավելացան։ Խոսքն ասում է, ես երբ որ կարդում եմ, ընդ գրած չգիտես 30 հոգով ավելացան։ Խոսքն ասում է եւ գրված չէ որ 300 հոգի, գրված է 3000 հոգով ավելացան եւ մկրտվեցին։ Ես այդ մկրտվածները ասեմ որ մեծ է հավանականությունը որ 3000, տեսեք մկրտվածները մեծ է հավանականությունը որ նրանք մնում են եկեղեցում։ Այդ պեչատը որ առնում է իր սրտի մեջ, մի քիչ sense կոպիտ եմ ասում, բայց նրանք ընդունում են Սուրբ Հոգուն, նրանք լցված են Սուրբ Հոգով, նրանք զորանում են Սուրբ Հոգով ու մնում են եկեղեցու մեջ։ Հիմա կասես, գիտես, մարդիկ կան, որ մկրտվել են ու եկեղեցու մեջ չեն, կան, այդպես բաներ կան, բայց երբ որ Սուրբ Հոգով մկրտվում են, գիտեք, այստեղ խոսքը ինձ հետաքրքիր է, տեսեք, խոսքը ասում է, եւ նրանք, որ նրա խոսքը հոժարությամբ ընդունեցին։ Այստեղ շատ կարևոր է այդ ընդունել բառը։ Հաջորդ ծառայությանը ես կխոսեմ այդ ընդունել եւ չընդունելու մասին, սա մի հատ մեծ թեմա է, բայց այստեղ այդ հոժարությամբ խոսքը ընդունելը սա շատ կարևոր է։ Հոժարությամբ, երբ որ դու խոսքը ընդունում ես, դու հասկանում ես, դու ընդունում ես, դու թույլ ես տալու որ բնակվի խոսքը քո մեջ, դու լսում ես, դու հոժարությամբ, ոչ թե ձեռքի հետ։ Այս գիրքը չեմ կարդացել, մատել Աստվածաշունչ կարդամ, ոչ, այդ խոսքը պիտի ընդունես քո ներսը։ Փառք Աստծուն, եւ գիտես այդ հոժարությամբ խոսքը ընդունելուց հետո ես ասում մկրտվեցին։ Այդ խոսքը որ գալիս, սա պիտի թողնես, որ բացվի, քո ներսը բնակվի։ Ասում եմ, եւ այն օրերին 3000-ի չափ հոգի ավելացան։ Փառք Աստծուն, փառք մեր Տիրոջը իր Սուրբ Հոգու համար։ Գիտեք, Հովետ Մարգարեի խոսքի մեջ մի հետաքրքիր բան կա, այստեղ խոսում ասում է, որ եւ իմ հոգիս կթափեմ, եկեք կարդամ այդ տեղերը։ Եվ պիտի լինի սրանից հետո, որ իմ հոգիս պիտի թափեմ ամեն մարդու վրա եւ պիտի Մարգարյանան ձեր տղաները եւ ձեր աղջիկները, ձեր ծերերը եւ երազներ պիտի երազնեն եւ ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն եւ ծառաներն ու աղախինների վրա եւ պիտի թափեմ այն օրերի իմ հոգին։
Գիտես, սա գրված է շատ տարիներ առաջ ու Աստված խոսում է, ասում է վերջին օրերին։ Ու գիտես, ես որ կարդում եմ այս ամեն ինչ, ասում եմ, եւ կմարգարեն անան, եւ երազներ կտեսնեն։ Ես մարգարեական երազներ կա, որ շատ ժամանակ ես տեսնում եմ եւ չեմ հասկանում, բայց երբ որ կատարվում է այս ամեն ինչը, ես հասկանում եմ, որ այդ ամեն ինչից ծանոթ է, ես տեսել եմ։ Եվ աշխարհի վրա շատ մեծ փոփոխություններ լինելով, ես այդ երազները տեսնում եմ եւ հավատացած եմ, որ շատերի այդ երազները գալիս են եւ դուք եք տեսնում ու փառք Աստծուն։ Ու գիտես, խոսքն ասում է եւ իմ հոգիս պիտի թափեմ։ Գիտես, ես այս խոսքը շատ եմ սիրում, որ ասում է ես կթափեմ։ Հիշում եք այդ կինը, երբ որ եկավ իր այդ թանկարժեք յուղը, ինքը մի փոքր կաթ չթողեց եւ գնաց։ Մի փոքր քսեց եւ հերիք էր այդ հոտը, ասում է, եւ տարածվեց ամբողջ սենյակով մեկ։ Եվ այդ հոտը ասում է կոտրեց եւ թափեց, չէ՞։ Այսինքն ամբողջը։ Այսինքն Տերը չասեց Սուրբ Հոգին ձեր մոտ մեկու մեջ կգա, Պենտեկոստե օրը կգա, մյուս օրը չգա։ Գիտես, շատ ժամանակ ասեմ, որ մեր եկեղեցում լինում է, որ Պենտեկոստե օրը շատ քիչ մարդիկ են, որ մկրտված չեն։ Շատ շուտ իրանք մկրտվում են, փառք Աստծուն, ասեն, որ մկրտողը մենք չենք, մկրտողը Աստված է, փառք Աստծուն, փառք մեր Տիրոջը։ Այնպես որ Տերը առատար ձեռն է, Տերը ուզում է, որ ասում է, եւ խնդրեք, եւ մինչեւ ընդհուպ ասում է, խնդրեք, որ Սուրբ Հոգին եւ Սուրբ Հոգին էլ ձեզ կտա, չէ՞, մեկ ուրիշ տեղ է գրված։ Սա շատ լավ է, սա շատ կարեւոր է, որ Աստված ուզում է, որ մենք մկրտվենք, ուզում է, որ Սուրբ Հոգին մեզ հետ լինի, սա շատ քաղցր է, փառք Աստծո։ Գիտես, այս տողերը ես իշքան կարդամ չեմ կշտանում, որովհետեւ սա շատ մեծ օրհնություն է, սա շատ մեծ ուրախություն է, որ Աստված մեզ համար չի խնայում իր Սուրբ Հոգին, ասում է, ես իմ հոգիս կթափեմ ձեզ վրա, փառք Աստծո։ Եբրայեցիս 8, 10-ից 12 խոսքերը, Եբրայեցիս 8, 10, 12։ Խոսքն ասում է, որովհետև սա է այն ուխտը, որ կտնեմ իմ Իսրայելի տան հետ, որ այս օրերից հետո ասում է Տերը, ես կտամ իմ օրենքը նրանց մտքի մեջ եւ նրանց սրտի վրա կգրեմ նրանց եւ նրանց կլինեմ Աստված եւ նրանք կլինեն իմ ժողովուրդ եւ նրանց ամեն մեկը չի սովորեցնի իր ընկերը եւ ոչ էլ ամեն մեկը իր եղբայրն ասի ճանաչիր Տիրոջը, որովհետեւ ամեն մեկը կճանաչի ինձ նրանց փոքրիկներից մինչեւ մեծը։ Սա որ ես կարդում եմ, ես ուրախանում եմ, ես գիտես սա մի քաղցր բան է։ Ասում է կգա ժամանակ, որ իմ օրենքս ես կգրեմ նրանց մտքի մեջ, նրանց սրտի մեջ, եւ էլ չես գնա քեզ այսպես երկար բարակ պատմի, որտեղ ամեն մարդ կիմանա։ Գիտես, երբ որ դու Սուրբ Հոգով լցվում ես, դու ամեն բան սկսում ես տեսնել, ամեն բան դու սկսում ես հասկանալ։ Երբ որ մենք այսօր մեր ավակովը հրճակել է նորից ամեն ծառայության ես հիշեցնում եմ ձեզ։ Լավ տեսնելու տարի։ Եթե դու Սուրբ Հոգով մկրտված ես, դու ոչ մի անգամ ոչ մի ձև չես տեսնելու։ Փառք Աստծուն Սուրբ Հոգու համար, որ մեր ներսն է, մենք տեսնում ենք, լսում ենք, փառք Տիրոջը։ Գիտես, շատ ժամանակ, երբ որ հարցեր են գալիս, իմ հետ հարցեր են եղել, որ ես գրել եմ, որ այդ հարցերը բարձրացնեմ տամ իմ ավակովից, ու միշտ ես եկեղեցու մեջ ասել եմ, երբ որ հարցեր չեն լինում, կամ դուք շատ այսպես լավ գիտեք Աստվածաշունչը, կամ էլ կարդալուց ուղղակի կարդում եք։ Բայց հետո մի բան եմ հասկանում, որ իմ մոտ երբ որ ես իմ հարցերս տալիս եմ, ուզեցել եմ բարձրացնել, հասցնեմ իմ հովից, եղել է հարցեր, որ ես տվել եմ, բայց այդ հարցերից մեծ թիվը, մեծ մասը ես չեմ հասցրել, որովհետև խոսքի մեջ, մինչև ուզեցել եմ այդ հարցը տամ, Սուրբ Հոգին 100%-ով ինձ նենց է բացատրել, որ ես հասկացել եմ այդ իմաստ չէ, որ գնամ հասցնեմ նորից այդ հարցը տամ։ Եղել են բաներ, որ ասենք ուզեցել եմ նորից, որ ասենք լիարժեք ձևի, ասենք իմ հովից նորից իմանամ այդ ամեն ինչը ու գիտես ես հասկանում եմ Սուրբ Հոգին մեր մեջ, ինչպես խոսքի մեջ գրված է, մեր սրտի մեջ, մեր մտքի մեջ Սուրբ Հոգին խոսում է եւ գրել է մեր ներսը։ Փառք Աստծո Սուրբ Հոգու համար։ Ես կուզեմ որ այս տեղերը դուք կարդաք գրեք եւ ձեր տներում կարդացեք։ Եբրայեցիս 8, 10, 12։ Այս տեղերը գրեք, որտեղ շատ լավ տեղեր են։ Հովհաննեսի 16:7-ում խոսքն ասում է, բայց ես ճշմարտությունն եմ ասում ձեզ, թե լավ է որ ես ձեզ համար գնամ, որ ես գնամ, որովհետև եթե չգնամ, մխիթարիցը չի գա ձեզ մոտ, բայց եթե գնամ, նա կուղարկի ձեզ մոտ։ Եվ նա, երբ որ գա, աշխարհին կհանդիմանի մեղքերի համար եւ արդարության համար եւ դատապարտության համար։
Գիտես, աշակերտները սովոր էին, որ Տերը պետք է իրանց մոտ մնա, եւ իրանք պետք է լինեն աշակերտները, եւ իրանց համար շատ լավ էր, կոմֆորտ էր, այդպես հարմար էր։ Բայց Տեր Հիսուս Քրիստոս ասում է ճշմարիտ ասում եմ ձեզ։ Այդ որ մտածես խոսքը, ասում է ճիշտն ասած, sense լավ է։ Եթե ես չգնամ, Սուրբ Հոգին ձեր մոտ չի գա։ Գիտես, մենք մի քիչ առաջ խոսեցինք սրա մասին, որ Սուրբ Հոգին ասում է խոսում է մեր ներսը եւ մեր մտքի հետ եւ մեր սրտի հետ։ Ու գիտես, մեր Տեր Հիսուս Քրիստոսն ասում է, որ ես ցեզ որբ չեմ թողնի։ Գիտես, երբ որ մենք կարդում ենք Հովհաննեսի ավետարանը, խոսում ասում է, որ ես կգնամ եւ իմ հորը կաղաչեմ։ Գիտես, հայրը եւ իր խոսքի մեջ ասում է, որ հայր ինչպես դու ինձ սիրեցիր, նույնպես ես չեմ ուզում, որ աշխարհից ինձ վեր առնես, չէ։ Եվ գիտես, նա տեսնում ես, որ մեզ համար հոգ է տանում եւ ասում է հորը կաղաչեմ։ Աղաչել բառը ես որ հասկանում եմ, չի ասում հորը կասեմ, որ միտքս մնա կասեմ, չէ, հորը կաղաչել, որ ուղարկի ձեզ համար Սուրբ Հոգի, որ չեմ թողնելու ձեզ։ Ես այդ մայրերը գիտեն այդ որ բառը ինչ է նշանակում։ Եվ իրոք Սուրբ Հոգին այսօր մեզ համար մորպես իր ձեռքի մեջ խոսում է մեզ հետ, բացատրում է եւ խոսքի մեջ ասում է, որ երբ որ գա այս աշխարհի կհանդիմանի, այդ հանդիմանությունը մեզ սրա մասին շատ են խոսացել։ Աստված հանդիմանում է իրենց սիրողներին, ովքեր որ չեն հանդիմանում, արդեն Աստված արդեն հոգնել է նրանցից, նա ծրալից ձեռքը քաշել։ Այսօր Աստծո հանդիմանությունը գալուս է Սուրբ Հոգու միջոցով։ Այսօր գիտես խոսքի մեջ մենք տեսնում ենք ասում են եւ կգա ձեզ կսովորեցնի եւ կգա ձեզ կհանդիմանի եւ կգա ձեզ կմխիթարի Սուրբ Հոգին։ Սա ինչի մասին է խոսում։ Շատ ժամանակ հանդիմանում է եւ շատ ժամանակ գալիս է եւ մխիթարում է, ինչի համար, որտեղ խոսքի մեջ որտեղ շատ ժամանակ մարդիկ իրենց արարքներով իրանք չեն ներում։ Գիտես շատ ժամանակ նա փոքր մեղք ու տեսնես մարդը երկար ժամանակ ինքը չի վերցնում հաղորդություն։ Ես երբեմն լինում ասեմ, մոդերնում եմ ասում, գիտես եղբայրս, քույրս դու ինչ-որ ես մարդու Քենեդին գիտեք, չէ՞, ասում եմ նրա ինչ-որ մավան հետ դու կապ ունես, ասում եմ չէ։ Ես ժամանակ կա ոչ մի ասես խոշոր մեղք չկա, բայց փոքր մեղք քեզ բռնելա դու չես ուզում գրաս ու դու վերցես հաղորդությունը։ Ու այդ փոքր մեղքը սատանան գալիս է մեզ հիշեցնում է, որ դու արժան չես, որ դու մեղավոր ես, եկեղեցին ամբողջը սուրբ է, բայց դու պիղծ ես, չգիտես ես ինչ ես արել, ինչ թվին, ու խոսքն ասում է ձեր մեղքերը չեմ հիշելու։ Ու դες Սուրբ Հոգին գալիս ասում է վեր կաց կանգնի, գիտեմ սխալ ես արել։ Պիտի քայլենք, հետ գնալու ճանապարհ չկա։ Պիտի քայլենք, պիտի հաղթենք։ Որտեղ խոսքի մեջ ասում է արդարը քանի անգամ էլ որ վայր ընկնի, պիտի կանգնի, չէ։ Փառք Աստծո։ Դրա համար եւ խոսքը ասում է որ Սուրբ Հոգին գալու է ձեզ մխիթարելու եւ հանդիմանելու եւ ինչպես խոսքի մեջ ասում է սովորեցնելու։ Ես սա շատ սիրում եմ ու շատ ասել եմ ու կասեմ։ Ինչ պետք է քեզ սովորեցնելու հետ ասում եմ կհիշեցնի, չէ։ Ես շատ ժամանակ մենք չենք կարդում Աստվածաշունչ, եթե չկարդանք Աստվածաշունչը, այսպես չասեմ որ չենք կարդում, չէ, կարդում ենք բոլորս, հակառակ պիտի ասեմ, կարդում ենք, մենք այն եկեղեցիներից ենք, որ Աստվածաշունչը լավ գիտենք, ունեցել ենք Աստվածաշունչյան դպրոց, կարդում ենք, բայց եթե հանկարծ չկարդանք Աստվածաշունչը, Սուրբ Հոգին ինչ պետք է քեզ հիշեցնի։ Եթե չես կարդացել, հիշեցնելու բան չկա։ Այսպես Աստծո խոսքը պետք է լավ իմանանք, որ Սուրբ Հոգին ասում է կգամ կսովորեցնեմ, կհիշեցնեմ։ Փառք Աստծուն խոսքի համար։ Փառք մեր Տիրոջը, մեր Տերը զորավոր է, մեր Տերը փառած է։ Գործք առաքելոց առաջի գլուխ 8-րդ խոսք։ Բայց դուք զորություն կառնեք, երբ որ Հոգին գա ձեր վրա, եւ իմ վկաները կլինեք Երուսաղեմում եւ բոլոր հրյաների մեջ, սահմանների մեջ եւ մինչեւ երկրի ծայրերը։ Գիտեք, երբ որ մենք կարդում ենք Աստվածաշունչը, տեսնում ենք, որ Պետրոսը խոսեց, ասավ, ովքեր որ քեզ թողնեն, ես չեմ թողնելու։ Ու տեսնում ենք, որ Պետրոսն էլ նույնպես մնացած աշակերտների հետ բոլորը փախան։ Բոլորը թողեցի, բոլորը ուրացան, չկանգնեցին Տիրոջ կողքը, ու սա տեսնում ենք Պետրոսին, որ թուլասիրտ մարդու պես նա 3 անգամ ուրացավ, ու գիտես, երբ որ նրանք Սուրբ Հոգով
մկրտվեցին, Սուրբ Հոգով լցվեցին, նրանք զորություն առան, ինչպես խոսքի մեջ գրված է։ Բայց դուք զորություն կառնեք, երբ որ Հոգին ձեզ վրա կգա։ Ու գիտես, նրանք առել էին Տիրոջից խոսք, որ պետքա նստեն եւ սպասեն, որ Սուրբ Հոգով պիտի մկրտվեն։ Եվ նրանք սպասում են, եւ ասում նրանք հավաքված էին մի տան մեջ, երբ որ Սուրբ Հոգով մկրտվեցին։ Գործ Կարաքելոց երկրորդ գլխի մեջ այս ամբողջ պատմությունը կա, երբ որ նրանք նստած էին տան մեջ, երբ որ նրանք Տիրոջ խոսքի պատվերի պես սպասում էին, եւ ասում Սուրբ Հոգին եկավ եւ մի հնչյուն եղավ, այդ հնչյունից հետո Սուրբ Հոգու լեզուները կրակի պես բոլորի վրա նստեցին եւ նրանք սկսեցին լեզուներ խոսալ։ Ու փառք Աստծուն, եւ նրանք զորություն առան եւ գիտես դրանից հետո երբ որ նրանք զորություն առան, նրանց խոսելը նրանք չեն կարող լռեցնել, նույնիսկ իրանց բան դրեցին, նույնիսկ իրանց այդ չարչարանքների մեջ, խնդիրների մեջ նրանք զորություն առած էին, նրանք անվախ էին։ Այսօր շատ կարևոր է, որ մենք լինենք Սուրբ Հոգով մկրտված, շատ ողջունելի է, շատ ուրախալի է, որ մենք այսօր Սուրբ Հոգով մկրտվել ենք։ Փառք մեր Աստծուն, փառք մեր Տիրոջը։ Գիտես, շատ ժամանակ օրինակներ եմ ուզում այստեղից բերել, որ իմ համար Սուրբ Հոգու դերը իմ կյանքիս մեջ, ես այսպես եմ հասկանում։ Գիտես, Սուրբ Հոգին, երբ որ գալիս է մեր մեջ, մենք ինչպես խոսքի մեջ լսում ենք, որ լսեցինք, որ հանդիմանվում ենք, մխիթարվում ենք, Սուրբ Հոգին շատ ժամանակ ես նմանեցնում եմ սրան, երբ որ ծնողները իրանց երեխաների հետ ամբողջ օրը առավոտից մինչև իրիկուն խոսում են։ Ճիշտ նստիր, ճիշտ պահի քեզ, մի խոսա, մի բղավի, գիտես շատ բաներ կա։ Ես զգացել եմ, ասենք իմ տան մեջ կինս միշտ խոսում է, վերցրա գետին գցած է դուրս, շատ բաներ, դուրս գալուց մինչև դուրս գալ այդ ճիշտ ես կապեք ու կոշիկներիդ հետ ու այսպես շատ բաներ կա։ Մինչև վերջ, մինչև իրիկուն, զգում եմ, որ առավոտից մինչև իրիկուն ինքը դաս է տալի։ Ու ես հասկանում եմ, որ դա պետք է։ Ու դա ճիշտ է։ Եվ Սուրբ Հոգին ներսը միշտ մեզ հետ խոսում է։ Չգիտեմ ոնց, բայց իմ մեջ ես տեսնում եմ, որ ամեն քայլափոխին, ամեն մի գործին Սուրբ Հոգին իմ հետ խոսում է, որն է Տիրոջ կամքը, դա Տիրոջ հաճելի է թե չէ։ Ես նմանեցնում եմ իմ ծնողիս, ինչպես որ ինձ մեծացրել է դաստիարակին, նույնպես Սուրբ Հոգին քո ներսը խոսում է։ Ու փառք Աստծուն Սուրբ Հոգու համար, որ ինքը դաստիարակում է, ուղղում է եւ պատրաստվում է, որ մենք հասնենք երկնքի արքայություն եւ պիտանի գտնվենք երկնքի արքայության համար։ Տղամարդիկ իսկ հասկանան, երբ որ ինչ-որ մի քաղաք եմ ես գնացել, պետք է այդ քաղաքով ես անցնեի, դա տվեր քաղաքն է, ինքը մեծ քաղաք է, ես այդ քաղաքի ծանոթ չի, բայց ես պետք է քաղաքի միջով անցնեմ մյուս կողմից դուրս կամ ու գնամ ավելի հեռու ու պատկերացնում եք իմ ձեռքի տակ չլիներ նավիգատորը։ Դու այդ ամբողջ քաղաքը չգիտես, դու պետք է քաղաքով երկար ժամանակ անցնես, մարդկանց պետք է հարցնես, ոնց դուրս գաս քաղաքի այս ծայրից մյուս ծայրից դուրս գաս ու գնաս հասնես տեղ։ Բայց երբ որ կա նավիգատորը, ամբողջը քեզ ցույց է տալիս, որտեղից աջ, որտեղից ձախ, չէ։ Խցանումները դու արդեն չես մտնում խցանումների մեջ ու շատ հեշտ է։ Ու գիտես Սուրբ Հոգին մինչև խնդրին հասնելը քեզ ասում է ոնց պետք է քայլես, ոնց պետք է անցնես։ Մեր վայ աղբերը շատ ժամանակ խոսում ասում այնքան նման է Սուրբ Հոգուն ու իրոք շատ ժամանակ մենք չենք լսում մեր ուզած ձևով, մեր այդ հին տրադիցիայով, բայց Սուրբ Հոգին քեզ ասում է որն է հեշտ ճանապարհը։ Արդեն քո տեղը մտածել է, ուղղակի քեզ մնում է որ դու հնազանդվես։ Ու սա շատ կարևոր է որ մենք հնազանդվենք ու վստահենք Սուրբ Հոգուն։ Տիրոջ կամքը գիտես մեր ներսն է ու ամբողջ ժամանակ ինչ որ գիտես կապեր կան որ ասենք վիլայն չգիտես ինչ այնտես ժամանակ առ ժամանակ մեկը թուրանում է Տիրոջ կապը գիտես Հավիտյանն է ու շատ ուժեղ է նա չի կտրվում նրա ոչ մի բան չի ազդում ուղղակի մենք պետք է բաց լինենք կապ Աստծու հետ այդպես մի քարոզ ունեմ որ Տիրոջ կապը մեզ հետ միշտ հաստատ է մնում է որ մենք ինքներս ռադիո ծածկույցից դուրս չմնանք եւ Սուրբ Հոգու ձայնը միշտ լսենք ասեմ քեզ որ չարի գործն է ամենամեծ գործերից մեկն է որ իրան
նա հեշտ ձևի խոսում է եւ չարնել է խոսում եւ ինքը սկսում է շեղել, բերում է վախեր, կասկածներ, մտքեր ու ասեմ քեզ չարը միշտ խոսացել է եւ խոսում է, ինչքան է դու զորանաս, ինչքան է դու լինես զորավոր քրիստոնյա ու գիտես բոլոր ժամանակներում ինքը գալիս է իր այսպես մի հատ օրինակ կասում է եւ ինչքան է դու զորանաս չարը իր ասեղը բարակացնում է որ ծագելուց դու չզգաս գիտես ոնց է ծագում նա մտքով նա թեթև միտք Մա այսպես պատմություն կա, ես շատ եմ սիրում այս պատմությունը, երևի թե առաջի անգամ չեմ պատմում, այստեղից պատմած կլինեմ, երբ որ այդ չարի վերջը կարդում ենք, այնտեղ միշտ գալով խաբում է, խաբելով ինչ անում, ասում է ձգիր մի հատ ձակ, թե չէ գնամ կացինը սրած բերեմ, ծառը կտրեմ, չէ, ու գիտես ամեն անգամ խաբելով մի կկունի մի ձակ իրան տալիս է, բայց գիտես երբ որ ճշմարտությունը հասնում ասում է Գիտես նա ստախոս ով է տվել նրան կացին, ոչ կացին ունի, ոչ սարն այս սարն իմն է, այս ծառն իմն է, չէ, գնամ կացինը բերեմ, ծառը կտրեմ, ու գիտես ունդեղ ինչ է գալիս, գալով ասում է ով դու կկու հիմար կկու, չէ, բայց ինքը հիմար չի, ուղղակի հիմարացնում է, եւ չարի խոսքը միտքը գալիս եւ միշտ հիմարացնում է, միշտ վախ է բերում, որ դու վախենաս, չգիտես ինչ անես, ու այսօր այդ հակադեղը չարի Սուրբ Հոգին է ու այդ ճշմարտությունը գալիս ասում է, որ ով է տվել նրան այդ իրավունքը, ոչ կացին ունի, ոչ սարն է իրան, ու գիտես այդ վերջի այդ ձակը նա չգցեց ներքև։ Այսօր մենք էլ նույնպես այդ հակադեղը չարին, չէ, ասենք դեղեր կան, որ հակա չգիտես ինչերի։ Ու ինչ անում, ինքը հակա է, միանգամից կանգնացնում է։ Երբ որ մենք Սուրբ Հոգու հետ ենք, ամեն մի հիմար, մտքին տեղ չենք տալիս։ Մեր այդ ներսի այդ հաստ դռները փակում ենք ինչ որ պետք է պահում ենք, ինչ որ հիմարամ ներս չենք տալիս։ Ես միշտ խոսում եմ սրա մասին, որ այդ մտքերը որ կան, նրանք քոնը չեն։ Մտքերը պետք է պարեն օդի մեջ, մտքերը կարան անցնեն դառնան, ինչպես օրինակ եմ միշտ բերում, որ ծտերին չես կարա դու արգելես որ թռնեն, բայց կարաս արգելես որ գլխիդ վրա բույն չդնեն։ Այսինքն այդ մտքերը դու կարաս արգելես, մտքերը կարաս զանազանես Սուրբ Հոգով։ Գիտես շատ ժամանակ մենք կարդում ենք իմիները կճանաչեն իմ ձայնը Ես ժամանակն է որ այսօր Սուրբ Հոգու ձայնը ճանաչենք չարի մտքերից ժամանակն է այսօր որ Սուրբ Հոգու ձայնը տես այսպես խաղեր կան երբ որ երեխաներին այսպես հետ շրջված չեն տեսնում իր ծնողներից մայրը ձայն է տալիս այնտեղ 10 հոգուց ավել երեխաներ կա Ամեն երեխա ճանաչում է իր մոր ձայնը։ Այսօր ամոթ է, չէ, որ մենք այսօր մեր մոր ձայնը չճանաչենք։ Չէ, իրոք սա պետք է հասկանանք։ Քաղցր է մեր մոր ձայնը, մեր Սուրբ Հոգու ձայնը, որ մորպես գալիս է, ձայնատալիս եւ խոսում է։ Այսինքն այդ հեռավորության դեպքում, չգիտեմ ինչ մեղքերից դրդված մենք հեռու լինելով, շատ ժամանակ կարանք սխալվենք, չճանաչենք Երբեմն չլսենք, որտեղ շատ ժամանակ մարդիկ կան, որ աշխարհի մեջ չեն լսում Տիրոջ ձայնը։ Փառք մեր Աստծուն։ Գիտես Սուրբ Հոգին շատ ժամանակ գալիս այդ ինչքան էլ դու իմաստուն լինես, ինչքան էլ խորակետ լինես, Սուրբ Հոգու դերը շատ մեծ է մեր կյանքերի մեջ, երբ որ բաներ կա, որ խոսում ես, որ պիտի չխոսես, Սուրբ Հոգին գալիս է եւ արգելում է քեզ, որ չխոսես։ Գիտես Սուրբ Հոգին երբեմն բաներ կա, որ ասենք ինչ-որ միջավայրում դու խոսում ես այդ ամեն ինչը։ Կեսը խոսել ես արդեն, բայց Սուրբ Հոգին ասում է քեզ պետք չի, թող քեզ դժվար է, դու արդեն կեսը խոսել ես, բայց կարաս կեսը չխոսաս, այդտեղ պետք է քեզ խիզախություն, որ այդ կեսի մասին չխոսաս։ Որտեվ Աստված չի ուզում, որտեվ Սուրբ Հոգին չի ուզում, որ դու այդ խոսաս, դա տեղը չի, պետք չի։ Դե շատ բաներ կա, որ մեր Կամքին հակառակ Սուրբ Հոգին ճիշտ ժամանակին խոսում է, որ մենք մեզ կարգի հրավիրենք ու ճիշտ ժամանակին չխոսանք ինչ-որ պետք չի։ Սրա մասին նորից եմ ասում, որ Սուրբ Հոգու նշանը նա լեզուներ խոսելն է։ Իրոք շատ մարդիկ կան ասում, ոնց ես մկրտված եմ Սուրբ Հոգով, բայց Սուրբ Հոգով չի խոսում։ Ու կան ժամանակներ մարդիկ, որ իրանք Սուրբ Հոգով մկրտվում են, դա շատ քիչ տոկոսն է, որ մարդիկ մկրտվում են, բայց չեն խոսում։
Իսկ դա մկրտվել է Սուրբ Հոգով, ուղղակի ինքը այսպես չի թույլ տալիս, որ Սուրբ Հոգու լեզուներով խոսա։ Ու կան ժամանակներ, որ մարդիկ կան, որ Սուրբ Հոգու լեզուներով խոսում են ինչ-որ կարճ բառեր։ Բայց դա նորմալ է, երբ որ մենք Աստվածաշնչի մեջ կարդում ենք եւ խոսքն ասում է, որ անբարբար հառաչանքներով, չէ՞։ Երբեմն բառեր կա, որ անբարբար հառաչանքներ են, երբ որ մենք պատերազմ ենք տալիս ամեն օր մեղքի հետ առնչվելով, ինչ ձևի մարդ ուզում է սեղի, տարբեր ժամանակներում միշտ պատերազմը կա, իսկ եթե պատերազմ չկա մեղքի դեմ, այսինքն դու մեռած ես։ Մեռած ասելով դու հոգևոր մահ ես տարել, դու արդեն չարի համար պետք չես, նա քեզ նույնիսկ պատերազմ չի տալիս։ Եթե պատերազմ կա, թեկուզ բաներ կա, որ դու հաղթել ես, բայց երբեմն գլուխը բարձրացնում եւ սկսում այն ինչ-որ խնդիրներ։ Ասեմ, որ պատերազմներ կա, որ շատ սաստիկ են, շատ դաժան են եւ ինչպես խոսքի մեջ ասում է, որ այրուն թափելու չափ հակառակ կացե մեղքին։ Ձեր մեջ ով է այրուն թափելու չափ հակառակ կացե մեղքին։ Որ կռիվ տալով արդեն վերջն է, այրուն թափելու չափ հակառակի կացե մեղքին։ Խոսքն ասում է։ Փառք ասում քո համար։ Գիտես, իրոք պետք է հակառակ կենանք մեղքին, որ ամեն բան թողնենք ինքնահոսին պատերազմ չտանք, քո տեղը ես չեմ կարող պատերազմեմ, ոչ մեկը չի պատերազմ, նույնիսկ Աստված քո տեղ չի պատերազմել։ Շատ հեշտ է պատերազմել մեղքի դեմ, քո եսի դեմ, Աստծո հետ։ Գիտես, Սուրբ Հոգու հետ, երբ որ դու պատերազմում ես, քեզ շատ հեշտ է։ Երբ որ այդ աղվեսը գալիս է եւ սխալ բան է քեզ ցույց տալիս, երբ որ գալիս է չարը քեզ մի ուրիշ պատկեր է ցույց տալիս, երբ որ գալիս է գայթակղություն է բերում ուրիշի ունեցվածքի, ուրիշի, չգիտեմ ինչերի վրա, դու արդեն դու տեսնում ես դրա ունայնությունը։ Սուրբ Հոգին քեզ ցույց է տալիս դրա վերջը։ Չես այդ խոսքը շատ դիտատեր չարի վերջը։ Չարը գայթակղեցնում է, բայց նա վերջ ունի։ Սուրբ Հոգին քեզ ցույց է տալիս դրա վերջը։ Եվ գիտես, ունայնություն բառ կա, չէ՞, ունայնությունը, եւ ինչպես խոսքի մեջ կա ունայնություն, այդ ունայնությունը, որ կա, քո համար այսպես գայթակղություն է գալիս, բայց խոսքն ասում է, որ տղամարդկանց համար ասում է, որ օտարկինը խոր փոսա, բաց գերեզման է, ու շատ այսպես բաներ։ Ես այդ տեսարանները, որ կան, այդ ունայնությունը, երբ որ Սուրբ Հոգին բերում է եւ դու տեսնում ես, ու քո մեջ արդեն դու հասկանում ես, բա քեզ պետք է ու գիտես, երբ որ անառակ որդին, երբ որ ասում է նա ինքը իրեն գալով, ինչ է սա նշանակում, ինքը հասկանալով, ինքը ծանր թեթևանելով, երբեմն կախարդված մարդիկ, հասկանալով, որ երեխան արդեն սովի մեջ է, հասկանալով, որ իր տան մեջ խնդիր կա, ինքը կախարդված Ռուսաստաններում չգիտես ինչ մոռանում է իր տան մասին։ Այդ թասիվ, նամու, շնոր, չգիտեմ հայերեն բառեր չեն, դա չկա իր ասում, ամեն ինչ վերջանում է, նա կախարդված է, բայց ես Սուրբ Հոգու, եթե քո ուժը չի պատի Սուրբ Հոգու զորությունը, Սուրբ Հոգու ուժը կպատի, որ ամեն բան շուռ տա քեզ հետ, այսինքն մենք պետք է Սուրբ Հոգու հետ պատերազմենք ու մենք Սուրբ Հոգու հետ հաստատ հաղթողենք։ Եթե քո ուժը չի պատի Սուրբ Հոգու հետ, քո ուժը ամեն բան կարող եմ ինձ զորացնող Հիսուս Քրիստոսով։ Հեշտ է Տիրոջ հետ, փառք Աստծուն։ Գիտեք, մարդիկ կան, որ եկեղեցիներ կան, որ ասում են մենք մոտ այդ փորձը չկա, որ մարդկանց վրա ձեռք ես դնում եւ նրանք Սուրբ Հոգով մկրտվում են եւ Սուրբ Հոգին գալիս է իրանց վրա։ Ամեն Տերն է մկրտողը, Տերն է Սուրբ Հոգով լեցնողը, Սուրբ Հոգին այր հոգին թափում մեր վրա։ Բայց եկեք Աստվածաշունչը կարդանք ինչ է խոսում սրա մասին։ Գործ Առաքելոց 19:5-6։ Եվ Սուրբ Հոգին եկավ նրանց վրա եւ նրանք լեզուներ խոսեցին եւ մարգարեանում էին։ Խոսքը ասում է Պետրոսը ձեռք դրեց նրանց վրա։ Բայց մկրտողը Աստված է։ Եվ գիտեք, մի պատմություն էլ կա Աստվածաշնչի մեջ, ասում է եւ Պողոս եւ Հովանոսը քայլելով գնում էին եւ ասում է Սիմոն Մոգը, որ շատ այսպես
մոգություններ անելով, մարդկանց զարմացնելով եւ տեսավ, որ նրանք մարդկանց վրա ձեռք էին դնում եւ նրանք մկրտում են, ասում վազ տվեց եւ նրանց գումար առաջարկեց, ասում ինձ էլ տվեք այդ զորությունն իշխանությունը, որ ես ում վրա ձեռք դնեմ, նրանք Սուրբ Հոգով մկրտվեն։ Եվ գիտեք, ովքեր Աստվածաշունչը կարդում, նրանց պատասխանը սա էր. թող քո արծաթը կորչի քեզ հետ։ Եվ նրա վրա ասում է շատ ահուդող եկավ եւ նրանց խնդրեց, որ ասում է թողին վրա չկա Տիրոջ բարգությունը, նա հասկացավ։ Այսպես հասկանում եք, որ Պետրոս եւ Հովհաննեսը մարդկանց վրա ձեռք էին դնում, այդ շնորհքը որ կա, Աստվածը տալիս։ Ու գիտես, ժամանակ կա, որ 90-ական թվերին, երբ որ դպրոցում ովքեր որ դարձի են գալիս, ինչպես խոսքի մեջ գրված, ասում որ հոժարությամբ լսում էին Աստծո խոսքը, այդ ժամանակ մենք երեխա ենք, բայց ում վրա ձեռք ենք դնում, նրանք Սուրբ Հոգով մկրտում են։ Էլ եմ ասում, մկրտողը Աստվածը։ Բայց դա շնորհք է, դա պարգև է, որ Աստված տալիս է։